Պարոն Սիմիդյան, ժողովուրդ օրաթերթը հարցում էր տեղադրել իր Facebook-յան էջում եւ դուք քվեարկել եք միասնության թևերի օգտին։ Ես չեմ քվեարկել։ Բա ձեր անունը ինչպես էր այդտեղ հայտնվել։ Երևի մի սխալմունք եղել է, բայց ես չեմ քվեարկել։ Դուք չեք սատարում Արման Թաթյանին, այսինքն։ Լուրջ։ Դե բա քվեարկել եք, պարոն Սիմիդյան։ Ասեմ չեմ քվեարկել։ Իսկ ում եք քվեարկել։ Քաղաքացիական պայմանագրի։ Հետո հանել եք ձեր քվեն։ Ես ճիշտ ասած չեմ իմանում ոնց է դա պատահել։ Այսինքն ես հետո ստուգել եմ իմ մոտ լրիվ ուրիշ բան էր։ Միգուցե մի պահ ինչ-որ մատս կպել է բան, ու ինչ-որ մարդ դրանից ինչ-որ բան է ենթադրել։ Պարոն Սիմիդյան, ձեզ նախարարի պաշտոնից հանեցին, որպեսզի Հանեցին։ Եկեք ես ասեմ։ Դուրս չնա, ես եմ դիմել վարչապետին աշխատանքի դուրս գալու մասին, վարչապետը դրա մասին նոր նախարար նշանակման ժամանակ ասել է։ Շատ լավ, իսկ ինչու հեռացաք։ Ինչ չէիք կարողանում անել։ Գուցե մտածում եք, որ քոփը կտապալվի ձեր ներկայությամբ, չէ՞։ Լուրջ եք ասում, չէ՞ ժողովուրդ, դա մի քանի երևի հանգամանքների հետ էր կապված, որովհետեւ տենց ստրեսային բան չի եղել, երևի ճիշտ էր այդ բային տենց որոշում կայացնել, տենց եմ կայացնել։ Իսկ հիմա ինչով եք զբաղվում։ Հիմա քաղաքականությամբ։ Ինչ որ ակնկալիքներ ունեք։ Անձամբ իմ դեր մեր ուժի համար։ Ձեր եւ ձեր։ Ես էլ մեր ուժն աղթելու եմ։ դուք կլինեք առաջին 50-յակում, պարոն Սիմիդյան։ Չգիտեմ, այդ կուսակցականները հիմա տեսնում եք։ Բայց ձեր որ արժանինքների համար պետք է լինեք այդտեղ։ Ես եկեք չգնահատեմ, էլի, հա, ինչ արժանինքների։ Չէ, օրինակ դուք ինչ եք արել, որ ձեզ պետք է հիշեն այդպես ու ձեզ ընտրեն նախ առաջին 50-յակում, հետո խորհրդարանական ընտրություններում։ Էլի եմ ասում, ես իմի չգնահատեմ, թե ես ինչ արժանինքներ ունեմ, մեր գործընկերները կուսակցության գնահատեն ունեմ թե չէ, եւ ըստ այդմ կհասկանանք, թե ինչքան է այդ վստահության։ Բոլորը թվարկում են, թե ինչ արժանինքի համար պետք է իրենց ընտրեն։ Ով է թվարկում։ Օրինակ ասում են, այս ինչ գործն են կարել Երևանի փոխքաղաքապետերը ասում են, որ մենք քաղաքն ենք բարեկարգում, բայց այդ բարեկարգումը ոչ ոք չի տեսնում։ Օրինակ դուք մի գործ արել եք, որ օրինակ հասարակ քաղաքացին ասի, այո, ես կընտրեմ Հակոբ Սիմիդյանին։ Գործընկերներ ջան, ես 3.5 տարի շրջակա միջավայրի նախարար եմ աշխատել։ Դրանից առաջ վարչապետի գլխավոր խորհրդականն եմ եղել։ Դրանից առաջ եղել եմ իշխող խմբակցության քարտուղարը։ Դժվար չէ այդքան ժամանակվա ընթացքում որևէ բան առաջ չլիներ։ Շատ բան եմ արել, բայց եկեք ես դրանց մասին չխոսեմ, հա։